Այս մեր ընդդիմադիրները, որոնք փորձ չունեն քաղաքական պայքարի, ես այստեղ պետք է համաձայնվեմ մի բանի հետ, որ երբևիցե ոչ Ռոբերտ Քոչարյանն անտրվել, ոչ Սերժ Սարգսյանն անտրվել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մի անգամ անտրվել, ես դա հաստատում եմ, ու բոլորս դա գիտենք, ինքն էլ 26 թվականին չի ընտրվելու, ինքն էլ է Իրան նշանակելու, դրա համար այդպես վստահ խոսում, բայց այդ դնենք այն կողմ, տեսենք ինչ է եղել, հելնում ձվածեղա սարքում, սաղ ժողովուրդը ձվածեղի մասին է խոսում, հելնում պերաշկի ուտում, ավտոբուսով գնում, մեկը մի խանութ իրան չի թողում, սաղ ժողովուրդ արա տեսակ սենց, սաղ դրա մասին են խոսում, ինչի է նա դա անում, իրական հանցագործությունները մեր ժողովրդի հանդեպ ծածկում է դրանով, Ժորժ ջան, ինքը 20 թվականին դրդեց պատերազմ, միայն ինքը, Շուշիում իրա Քոչարիով ու որ կայնեց ասեց այս 30 տարվա բանակցությունները մենք զրոյացնում ենք ու Ալիևն էլ ասեց եթե դու զրոյացնում ես ես համաձայն չեմ զրոյից սկսեմ ինքը ոնց է իմացում ասում մենք խաղաղության բաներ ենք պայմանավորվել եթե գան խախտեն պատերազմ սկսի քեզնից սկսի պարոն վարչապետ Դու 18 թվին եկար դարար վարչապետ, ասիր սաղ պայմանավորությունները խախտում եմ։ Տեղի ունեցավ 20 թվականի պատերազմը։ Դու ինքդ այսօր երեք հաստատել ես, որ դու դա հասկանալով ես արել։ Թուրքը մտել է մեր սահմանները, գոնե 2 ժամ հետո հրաման տար։ 200 հոգի էին մտել Սև լճում։ Գոնե հրաման տար, ասել հրետանիով ոչնչացրեք։ Զանգում ասում ձեռ մի տվեք։ Բանակցեք։ Հիմա էլ քրեական գործեր է հարուցում։ Ուրիշներն է փորձում մեղադրի։ Գնացել է Պրագա, Արցախը հանձնել, եկել է ասում Արցախի ժողովուրդը փախավ։ Ինքը հրաման չի տվել, որ բանակը կռվի Արցախի, ասում փախավ եկա, բայց իրանք վեկալել են այդ բանակի այդ մարտիկ, որոնց որ փախել են ծիպը, պաշտոններ է նշանակել։ Ինքը ու ասում խոսում ասում իրանք ասում պետական պաշտոններ են։ Իրա ձվածեղով, պերաշկիով, բանով, որը մեզ սենց ասեմ, ոնց որ կուտ տա։ Մենք մոռանում ենք Ես ընդդիմությանը այսօր հիշում եմ, հիշեցնում եմ կներեք։ Մի խոսեք պերաշկի ուտելու մասին։ Խոսեք, որ ինքը Արցախը հանձնել։ Խոսեք, որ ինքը Արցախի ժողովրդին ասում է դուք փախել եք, եկել եք վերջապես ձեր տունը։ Դրա համար այդ տեխնոլոգիաներին մի գնացեք։ Ինքը կոնկրետ հանցագործություններ արել հայ ժողովրդի հանդեպ։ Հայոց պատմության հանդեպ։ Հայոց եկեղեցու հանդեպ։ Դրա մասին խոսեք։